Լյուքսեմբուրգում Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների ճեպազրույցում Կայա Կալասը խոսել է Հայաստանի ու տեղի ունեցած ընտրությունների մասին։ Նա նշել է, որ տեսել են ինչպես է Ռուսաստանի կողմից աջող ճնշումը փոխում Հայաստանի ընտրած ուղին։ Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակներում արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանման ուղղությամբ կոնկրետ մեխանիզմներ եւ դրանց իրացման ուղղությամբ առաջիկա անելիքները։ Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, սա կբարդացնի իրավիճակը հանրապետությունում, 10-ին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրփուի Գայլյանը հայտնել է, որ Հայաստանում ազատությունից զրկվածների թիվն այսօր հատել է 3000-ի շեմը։ Արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի նիստի ժամանակ Գայլյանը շեշտել է, որ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը։ Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են սրվել, քանի որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իրեն կաշկանդված չի զգում ԱՄՆ-Իրան համաձայնագրի Լիբանանին վերաբերող կետերով։ Ըստ իր գործակալության Իսրայելը մտադիր չէ դուրս բերել իր զորքերը Լիբանանից։ Շվեդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում 5-1 հաշվով վստահ հաղթանակ է տարել Թունիսի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ։ Առաջին տուրից հետո Շվեդիան գլխավորում է F խումբը, քանի որ խմբի մյուս խաղերում Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականն ու Ճապոնիայի ֆուտբոլի ազգային